Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ այո։ Ժողովուրդ ջան, նախ ասեմ, երբ դատական նիստերի դալիճում ես ու լսում ես ձեր ձայները, ձեր վանկարկումները ու ամենակարևորը ձեր աջակցությունը, դե դուք տենց նիստ չեք պատկերացնում։ Այսօրվա նիստը հենց դրա մասին է։ Ու այդ ամեն ինչը ում շնորհիվ է։ Ձեր։ Երբ ասում ենք, որ ուժեղ ենք ձեզնով, ուժեղ ենք միասին, ուժեղ ենք համախմբված, այս դրա համար ենք ասում, այո! Սամվել! Ժամը 12-ից փաստացի ես պրոցեսի մեջ եմ։ Մենք ուղիղ մի հատ միտք ենք ներկայացրել թե դատարանին, թե քննչական մարմնին։ Եթե Սամվել Կարապետյանի ապուրինի տնային կալանքը չի վերացվում, Հայաստանում արդեն արդարության, հավասարության, մրցակցության այս բոլոր բառերը իրանք պարզապես սիրուն բառեր են լինում, բայց էլ թղթի վրա էլ չեն լինում։ Այսինքն իրանք օբյեկտիվ իրականության մեջ մեծ խնդիր են ունենալու, որովհետև երբ խոսում են ժողովրդավարություն, սենց բոլոր գեղեցիկ բառերը, դա զուտ պետքա բառեր չլինի, դա իրական կյանքում պետքա երևա։ Այսօրվա դրությամբ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցության նախագահն է, ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդն է, ով քաղաքական հայտ ներկայացրել է ու գնում է հաղթանակի։ Պրոցեսից ուղղակի տեղեկացնեմ, մենք հասել ենք այն կետին, որ դատարանը ընդմիջում հայտարարեց, որովհետև որոշ լրացուցիչ հարցեր ունենալու։ Նիստը շարունակվելու է ժամը 8-ին ու դրանից հետո թե երբ կավարտվի, այսինքն դատական ակտի հրապարակման կոնկրետ ժամ, հիմա կդժվարանամ ասել, ինքը պրոցեսը ընթացքի մեջ է, մենք ձեզանից աջակցությունը սաղ ընթացքում ստացել ենք, դրական լիցքը ընդունել ենք, գնացել ենք առաջ ու մի բանում համոզված եղեք։ Մեր վճռականությունը տեղն է, մեր կամքը տեղն է, ու ամենակարևորը արդարությունը մեր կողքին է։ Իսկ երբ արդարությունը մեր կողքին է, արդարությունը պետք է հաղթի։ Այո, նշանակ։